Գործընկերն է։ Դիլորի խանութ-սրահն առաջարկում է նոր եւ թարմեցված տեսականի խոհանոցի եւ լոգասենյակի լվացարաններ, կերամիկական եւ հեղուկ գրանիտից, ծորակների եւ ցնցողների լայն ընտրանի, ջրատաքացուցիչներ, ջեռուցման կաթսաներ, էլեկտրական եւ գազով, տարբեր ֆիրմաների ու հզորության, բիմետալ, պանելային եւ ալյումինե մարտկոցներ, մուտքի եւ ներսի դրամ փականներ, բռնակներ, հոսանքի մալուխներ, տարբեր շինարարական գործիքներ, ինչպես նաեւ նորույթ Դիլորիում, պաստառների եւ կերամոգրանիտե սալիկների որակյալ ու նրբաճաշակ տեսականի։ Այս ամենը կարող եք ձեռք բերել մեզ մոտ գործող մշտական զեղչերով։ Դիլորի աշխատում ենք կանխիկ, քարտային եւ ապարիկ տարբերակով, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ եւ կատարում մեծածախ վաճառք։ Լոռու մարզում առաքումը անվճար է։ Դիլորի, Քաղաք Վանաձոր, Թումանյան 1/5։ Հաղորդման գործընկերն է։ Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր, Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջեռուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապարիկ գնման տարբերակներ։ Դավշին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Family Farm Meat մսի աշխարհը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ, ցանկանում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։ Շուրջ 1 տարի Family Farm Meat-ը իր հավատարիմ հաճախորդին է ներկայացնում մշտապես թարմացվող տեսականի, մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ, աղցանների բազմազան ընտրանի։ Տեղում կարող եք ճաշակել հմուտ խոհարարների կողմից պատրաստած տաք եւ համեղ ուտեստներ։ Օգտվելով մեկ անգամ կհամոզվեք ինքներդ։ Հասցեք Քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2, հեռախոսահամար 094 500 222։ Գործում է առաքում, ինչպես նաև ընդունվում են համագործակցության առաջարկներ։ Հաղորդման գործընկերն է։ Step Furniture, պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար, ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի նորաոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաեւ Facebook-ում եւ Instagram-ում։ Step Furniture, ընտրեք լավագույնը։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Լիլի Ռոզ ծաղկի խանութ-սրահը սիրով շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին գարնանային տոների առթիվ եւ առաջարկում միայն թարմ ծաղիկներից պատրաստված յուրահատուկ ու նրբաճաշակ ծաղկեփնջեր, օրիգինալ համադրություններ հաճախորդի ցանկությամբ։
Մեզ մոտ կգտնեք նաև սենյակային բույսեր եւ ծաղիկներ։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Վճարումը կարող եք կատարել եւ կանխիկ եւ փոխանցումով՝ իդրամ հավելվածով։ Գործում է Արաքում, Լոռու մարզում։ Լիլի Ռոզ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 29/20, 3-րդ դպրոցի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Տոնական բարի երեկո ենք ասում մեր շատ սիրելի հեռուստադիտողներին, այսօր 2025 թվականի մարտի, գիտեք որ օրն է, մարտի 8-ը, սիրելի հեռուստադիտողներ, բայց ես տխուր չեմ այսօր։ Լավ է, այնպես դրամատուրգությամբ։ Շատ հարգելի հեռուստադիտողներ, ասում եմ բարի երեկո եւ ողջույն բոլորն են, ովքեր այս պայմաններում ողջունած հեռուստաընկերության եթերային աշխատանքը տոնական մարտի 8-յան բաց սենյակն է, սիրելի կանայք, մայրեր, տատիկներ, քույրեր, աղջիկներ, գեղեցիկ սերի բոլոր ներկայացուցիչներին մաղթում ենք գեղեցկության տոների կապակցությամբ քաջ առողջություն, երջանկություն եւ միշտ փայլեք այդպես։ Միանում ենք բոլոր շնորհավորանքներին, անայդ քեզ եմ շնորհավորում, քանի որ այս պահին կարող քեզ շնորհավորել կներես։ Պետք չի շնորհավորել։ Շնորհավորում ենք մեր բոլոր մայրերին, քույրերին, տատիկներին, ինչպես ասեց Անահիտը, եւ ցանկանում ենք անսահման ժպիտներ, քանի որ մայրության եւ գեղեցկության տոնը եւ կանանց միջազգային օրը մեր կյանքի ամենագեղեցիկ տոներից մեկն է, մեկ ամիս շարունակ մենք պետք է լինենք անակնկալ մատուցողի եւ ջերմություն պարգևողի դերում էլ ավելի շատ, քան մեկ տարվա կտրվածքով էլի ոնց որ։ Գիտես որ մարտի 8-ը ընթացքում Զանգարում են, շնորհավորում են, բայց ինձ չեն զանգարում ոչ մեկ։ Որովհետեւ քո մարտի 8-ը չէ։ Տենց հարգելի հեռուստադիտողներ, այս պահին եւս մեկ անգամ միանալով բոլոր շնորհավորանքներին, որ դուք այսօր լսել եք, մենք ձեզ մաղթում ենք ամենակարևորը խաղաղություն, որ դուք միշտ լինեք խաղաղ եւ երջանիկ։ Այո։ Եվ անցնում ենք առաջ եւ երգով ասում ենք բարի երեկո։ Լսում ենք իմ սիրելի երգը Թաթա Սիմոնյան նոր տարի եւ վերադառնում ենք տաղավար։ Այսօր տոնն է իմ ամենասիրած, թույլ տվեք երգս նվիրեմ կանանց, ու ամբողջ կյանքում լուր ասպետաբար սիրեմ ու սիրով ծառայեմ նրանց, բայց եթե չլիներ մայրը, չեր լինի ծառը կենաց, ու ամեն տարի կանանը ավելի կոնկրետ մարտի 8-ին ես պիտի լինեմ անպայման տանը իմ սիրելի մայրիկի կողքին մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս ես քո զավակն եմ դու արար աշխարհս Ես սիրել եմ սիրելու եմ միշտ Դե կանանց հարցում սերն է մենակ ճիշտ
Սեր գրկում կյանքս գլորվեց գնաց Ես սիրում եմ ողջ աշխարհի կանանց Բայց եթե չլիներ մայրը Չեր լինի ծառը կենաց Ու ամեն տանի կանանը Ավելի կոնկրետ մարտի ութին Ես պիտի լինեմ անպայման տանը Իմ սիրելի մայրիկի կողքին Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մարտի ութին Ես պիտի լինեմ անպայման տանը Իմ սիրելի մայրիկի կողքին Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Մանջան տոնեց շնորհավոր լինի գանձս Ես քո զավակն եմ դու արար աշխարհս Սիրելի հեռուստադիտողներ, մեր շատ սիրելի հեռուստադիտողներ, շարունակելով մեր տոնական ընթացքը, այս պահին պետք է ասել շնորհակալություն մեր հաղորդման գործընկերներին։ Շնորհակալություն հայտնենք մեր հաղորդման գործընկերներին, Դավշին շինարարական կազմակերպությանը, Դավշին վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ մաչելի գներով հասցենաղայան 48 կոտորակ 1 հեռախոսահամարներ 0322 466 00 091 0466 00 098 17 26 62 ամեն դեպքում այցելեք եւ միշտ այցելեք մարդ էլի կարող է մեկ ամսվա զեղչերը լինեն տեղ չէ Այո հնարավոր շատ Դավշին շինարարական կազմակերպությունը մեր այս մեկ ամսյակի շրջանակներում մեր շատ սիրելի կանանց նվիրում է նաեւ զեղչի կտրոններ որոնք մենք անպայման այսօր մեր հյուրասրահում կհատկացնենք մեր սիրելի հյուրերին շնորհակալություն Դավշինին զեղչի կտրոններ եւ իհարկե նաեւ շնորհակալություն ու շնորհավորանքներ մեր սիրելի կանանց Women Family Farm-ի մասնագիտացված խանութ զրահը, որն առաջարկում է ինչպես մսամթերքի, այնպես էլ ձկնատեսակների, ինչպես կիսաֆաբրիկատների, այնպես էլ աղցանների լայն համով եւ ամենակարևորը թարմ ընտրանի հոտով, այո, նաեւ հոտով։ Ընտրանի Կարեն Դեմերճյան 26-5 կոտորակ 2 հասցրում է գտնվում խանութ զրահը 094 500 222 այս հասցեն գործում է նաեւ առաքման համար հարգելի տղամարդիկ սա հիշեք, որովհետեւ պետք է այս ամիս կանայք գոնե այս ամիս քիչ աշխատեն եւ պատվիրեք թող առաքեն։ Տակ կանանց էլի անընդհատ։ Դու ուզում ես ասես հյուրասիրեք։ Այո, հետո որ իրանք էլ ձեզ հյուրասիրեն։ Դուք կարող եք ռավ կիսաֆաբրիկատներ պատվիրել եւ դուք ինքներդ պատրաստեք եւ հյուրասիրեք։ Դա շատ հեշտ է։ Պատվիրել Family Farm-ը կօգնի։ Կօգնի, որը եթե կօգնի վստահում ենք Family Farm-ին եւ շնորհակալություն։ Մեր հաղորդման գործընկերն է նաեւ Step Furniture-ը, պատվերով կահույք տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Ինչ տեսակի կահույք ուզում եք, կարող եք պատվիրել եւ իհարկե ստանալ։ Կարող եք գտնել Facebook-ում եւ Instagram-ում Step Furniture, ընտրեք լավագույնը 091 20 20 35 գործում է հեռախոսահամար։ Շնորհակալություն մեր գործընկերոջը։ Շնորհակալություն նաեւ Դիլորի խանութ զրահին, որը գտնվում է Թումանյան 1 կոտորակ 5 հասցեում, այստեղ կարող եք ընտրել լայն ընտրանի, ինչպես տաքացուցիչների, ջրատաքացուցիչների, ինչպես գազի կաթսաների, մի խոսքով ցանկացած բան, որը հեշտ է տանը հարմարավետ եւ լավ միջավայր ստեղծելու համար։
ցնցողների, տորակների լայն ընտրանի եւս մի խոսքով այն ամեն ինչը անհրաժեշտ է ձեր Ցնցող ցնցուղներ կան այդտեղ։ ցնցող, այո, ձեր ցնցող բնակարանում ցնցելու համար։ Ցնցելու համար ցնցող ցնցուղ է։ 044 620 720 այս հասցեի ներքո գործում է նաև Viber եւ WhatsApp։ Շնորհակալություն մեր հաղորդման գործընկերոջ Իմպերիա կահույքի սրահին, առաջարկում է որակյալ եւ հրաշալի լավագույն կահույք, հասցեն Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, հեռախոսահամարներ 033 34 60 60, 033 35 60 ընտրեք միայն որակյալը եւ իհարկե Իմպերիա կահույքից կարող եք օգտվել մշտապես։ Շնորհակալություն Լիլի Ռոս ծաղկի խանութ սրահին, որն առաջարկում է այս ընթացքում գեղեցկացնել ձեր միամսյակը սիրելի կանայք եւ սիրելի տղամարդիկ, դուք էլ օգտվեք Լիլի Ռոսից 095 196485 093 196485 Տիգրան Մեծի 29 կոտորակ 20 հասցեում է գտնվում այս ծաղկեփունջը քեզ եմ նվիրում։ Չէ, ես դե այդքան քթանցք չունեմ, որպեսզի ես նվիրեմ։ Սա մեր հաղորդման գործընկեր Լիլի Ռոս խանութի կողմից է այս ծաղկեփունջը, խնդրեմ շնորհակալություն հարգելի գործընկեր եւ հարգելի գործընկեր։ Շնորհակալություն։ Լիլի Ռոսում կարող եք գտնել ամենաթարմ եւ ամենանրբաճաշակ ծաղիկները։ Շնորհակալություն հարգելի հեռուստադիտողներ։ Իսկ Անահիտը իր արտաքին տեսքի համար շնորհակալություն է հայտնում Նուրե Վարդանյան դիմահարդարման ուսուցման եւ բուժական կենտրոնին, հասցեն Տիգրան Մեծ 39 կոտորակ 1 եւ Մարիա Բյութի սալոնին, հասցեն Համբարձումյան 17 կոտորակ 2։ Գնացեք մշտապես, ունեցեք թարմ եւ գեղեցիկ տեսք մանավանդ այս մի ամսվա ընթացքում։ Ապրես։ Ես էլ մտածում էի, որ այսօր մի քիչ խոսամ, դու աշխատես։ Ես աշխատեմ, որ դու քիչ խոսաս։ Ինձ թվաց ասես ես աշխատում դու ուտես։ Աշխատի նակուտի։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, քանի որ ուտելուց խոսք գնաց պետք չէ ուտել այս պահին, պետք է ուղղակի լցնել ձեր մեկ կավաթ թեյը, գալ միանալ մեզ։ Ահա։ Ինչ էր։ Դա թեյ էր։ Այո, հետաքրքիր տարբերակով թեյ։ Հետաքրքիր թեյի սեղանի շուրջ մենք այսօր բացահայտելու ենք կանանց մեր կողքին ապրող, աշխատող, բայց այլ տեսանկյունից։ Այսինքն ոչ միայն աշխատավայրում ինչպիսին են նրանք որպես կին, որպես մայր, որպես դուստր, այլ պետք է նաև ներկայացնենք, թե ինչպիսին են նրանք առհասարակ։ Այո, իսկ րոպեներ անց ես կլինեմ ոչ թե այստեղ, այլ կլինեմ այնտեղ, ուրիշ տեղ կնստեմ։ Այո, ասում եմ։ Դա որովհետև հյուրառատ է լինելու։ Հյուրառատ է լինելու։ Կանանց միամսյակը բաց սենյակում եւ բացահայտելու ենք, թե ինչու է ուժեղ կինը եւ որն է կնոջ ուժը։ Կհանդիպենք քիչ անց։ Հին օրերում մի նկար, ես ու դու նման իրար, աչքերում քո շատ սեր, որ հիմա էլ չի փոխվել, բայց հիմա հեռու եմ ես, մտքերով գրկում եմ քեզ, որ կարոտն այս մեծ, չհաղթի էլ մեզ, քեզ սիրում եմ ավելի, քան աստղերն են վերևի, իմա կյանքս տակ, քիչ է միշտ քեզ պարտք եմ քո սիրուց ավելի մեծ, չեմ տեսել ոչինչ անգեց, իմա կյանքս տակ, քիչ է միշտ քեզ պարտք եմ Ես սխալ լինեմ թե ճիշտ, ձեռքը իմ բռնել ես միշտ, ու քնած թե արթուն, քո աղոթքն է ինձ պահում, դու ներել ես ամեն ինչ, ու հիմա էլի մի քիչ, ինձ սպասիր, որ գամ, ու գրկեմ քեզ մահ, քեզ սիրում եմ ավելի, քան աստղերն են վերևի, իմա կյանքս տակ, քիչ է
Հաղորդման գործընկերն է։ Դիլորի խանութ-սրահն առաջարկում է նոր եւ թարմեցված տեսականի խոհանոցի եւ լոգասենյակի լվացարաններ, կերամիկական եւ հեղուկ գրանիտից, ծորակների եւ ցնցողների լայն ընտրանի, ջրատաքացուցիչներ, ջեռուցման կաթսաներ, էլեկտրական եւ գազով, տարբեր ֆիրմաների ու հզորության, բիմետալ, պանելային եւ ալյումինե մարտկոցներ, մուտքի եւ ներսի դրամ փականներ, բռնակներ, հոսանքի մալուխներ, տարբեր շինարարական գործիքներ, ինչպես նաեւ նորույթ Դիլորիում, պաստառների եւ կերամոգրանիտե սալիկների որակյալ ու նրբաճաշակ տեսականի։ Այս ամենը կարող եք ձեռք բերել մեզ մոտ գործող մշտական զեղչերով։ Դիլորի աշխատում ենք կանխիկ, քարտային եւ ապարիկ տարբերակով, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ եւ կատարում մեծածախ վաճառք։ Լոռու մարզում առաքումը անվճար է։ Դիլորի, Քաղաք Վանաձոր Թումանյան 1/5։ Հաղորդման գործընկերն է։ Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջեռուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ, շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդ փական կամ հակամիջհատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապարիկ գնման տարբերակներ։ Դավշին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Family Farm Meat մսի աշխարհը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ ցանկանում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։ Շուրջ 1 տարի Family Farm Meat-ը իր հավատարիմ հաճախորդին է ներկայացնում մշտապես թարմացվող տեսականի, մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ, աղցանների բազմազան ընտրանի։ Տեղում կարող եք ճաշակել հմուտ խոհարարների կողմից պատրաստած տաք եւ համեղ ուտեստներ։ Օգտվելով մեկ անգամ կհամոզվեք ինքներդ։ Հասցեք Քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2, հեռախոսահամար 094 500 222։ Գործում է առաքում, ինչպես նաև ընդունվում են համագործակցության առաջարկներ։ Հաղորդման գործընկերն է։ Step Furniture պատվերով կահույք, տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար, ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի նորաոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաև Facebook-ում եւ Instagram-ում։ Step Furniture, ընտրեք լավագույնը։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Լիլի Ռոզ ծաղկի խանութ-սրահը սիրով շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին գարնանային տոների առթիվ եւ առաջարկում միայն թարմ ծաղիկներից պատրաստված յուրահատուկ ու նրբաճաշակ ծաղկեփնջեր, օրիգինալ համադրություններ հաճախորդի ցանկությամբ։ Մեզ մոտ կգտնեք նաև սենյակային բույսեր եւ ծաղիկներ։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Վճարումը կարող եք կատարել եւ կանխիկ եւ փոխանցումով, իդրամ հավելվածով։ Գործում է առաքում Լոռու մարզում։ Լիլի Ռոզ, Քաղաք Վանաձոր Տիգրան Մեծի 29/20, 3-րդ դպրոցի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն։
մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսահարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն Խաղաղվանաձոր բազում թաղամաս Համբարձումյան 17 կոտորակներ կու թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք աշխատել եթերում եւ լավ տրամադրությամբ, իհարկե գեղեցկության, կանանց միջավայրում, ինչպես խոստացել էինք նախապես մեր եթերների ընթացքում, այս ընթացքում դուք հանդիպելու եք այն մարդկանց, ովքեր աշխատում են մեր կողքին, մեր հարևանությամբ, բայց նրանց առաջին հերթին ներկայացնելու ենք ոչ թե իրենց աշխատանքի բնույթով, իհարկե նաեւ որոշակիորեն, բայց առաջինը որպես կին արարած։ Եվ առաջիկա մեկ ամիսը դուք տեսնելու եք ինձ Ռակին եւ գեղեցկուհիներին, այո։ Փոքր, այսպես առանձնացած, հա։ Շատ լավ, սիրով ներկայացնում ենք մեր հյուրերին, սիրելի հեռուստադիտողներ։ Մեր տաղավարում Լոռու մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լոռու մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արուստ Թումանյանն է, ողջունում ենք։ Եվ Լոռու մարզպետի ազնագազմի կառավարման փաստաթղթաշրջանառության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Կարինե Ադամյանն է։ Ողջույն եւ շնորհավորում ենք ձեզ կանանց մեկ ամսակի կապակցությամբ, ցանկանում անսահման ժպիտներ եւ կարողանալու օրեր, ինչպես ասում։ Շնորհակալություն։ Սիրելի տիկնայք, այն որ ձեր աշխատանքի արդեն իսկ պաշտոնները ներկայացնելով բավականին լայն շրջանակ է, ուզում եմ մի անգամից հարցնել, հեշտ է լինել կին եւ աշխատել այսքան ծանրաբեռնված։ Իրականում այդքան էլ հեշտ չի, բայց հեշտանում է այն ժամանակ, երբ որ ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում ամեն մեկը իր գործն է անում, կազմակերպված ու մեծ պատասխանատվությամբ։ Այդ դեպքում տան կնոջ գործերը շատ հեշտ են թվում։ Հեշտանում են մի խոսքով։ Շատ լավ։ Այս հարցին ոնց կպատասխանեք։ Իմ համար մի քիչ ավելի հեշտ է, քանի որ եւ տանն է ստեղծված նպաստավոր պայմաններ, որպեսզի ես կարողանամ նվիրվեմ աշխատանքին եւ աշխատանքում կոլեկտիվը շատ ջանասիրաբար աշխատում է եւ ես հեշտությամբ կարողանում եմ գլուխ անել այդ գործից։ Ես էլ եմ նույն կարծիքի, որովհետեւ միայն կնոջը շրջապատել այդ բոլոր ծանրաբեռնված աշխատանքներով, թե տանը, թե աշխատանքի վայրում հնարավոր չի։ Միմյանց լրացնելով, համագործակցելով մենք կարողանում ենք հասնել այն արդյունքի, որը որ ունենք։ Ասում են կանանց մեկ ամսյակ։ Արդյոք համաձայն եք դուք այդ մտքի հետ, որ մեկ ամսյակի ընթացքում պետք է կարևորել, ողջունել, նվերներ հանձնել կանանց։ Այդ մտքով խոսք։ Սխալ ես այդ մասը հասկացել, Ռաֆ ջան։ Կանանց մեկ ամսյակ։ Ուզում հասկանալ, արդյոք պետք չէ տարին 12 ամիս կողմնակցություն դարձնել, ոչ թե այդ մեկ ամսվա ընթացքում։ Իրականում կինը բոլոր տարիքներում ուշադրության կարիք ունի եւ շատ անգամ ավելի շատ են հաջողում այն կանայք, ովքեր իսկապես ստանում են այդ ուշադրությունը եւ ջերմությունը, ավելի ամուր են զգում, ավելի պետքական, ավելի ապահով, պետք է ուշադրությունը։ Իսկ այդ մի ամսվա ընթացքում առավել եւս անկեղծ ասած սպասում են երևի կանայք այդ ուշադրությանը։ Լավ են զգում իրանց։ Մեկ ամիս թե ուղղակի մեկ ամիս տղամարդկանց մնացածը մեզ Տիկին Թումանյան ինչ կարծիքի եք։ Ես մտածում եմ, որ ամբողջ տարին էլ կինը ուշադրության արժանանում է, ես չեմ կարող թերագնահատել
տղամարդկանց, մասնավորապես հայ տղամարդկանց, իսկ մեկ ամիսը ուղղակի երևի թե մենք ենք ստեղծել այդ մեկ ամիսը, քանի որ երբ որ եղավ ապրիլի 7-ը, արդեն նոր դարձավ մեկ ամիս։ Մինչ այդ եղել է միայն մարտի 8-ը եւ մեծ շուկով նշվել է մարտի 8-ը ոչ միայն Հայաստանում, այլ ընդհանրապես։ Եվ կներեք մի բան ավելացնեմ, մարտի 8-ը բովանդակային առումով փոփոխության է ենթարկվել տարիների ընթացքում, քանի որ նախկինում որպես աշխատավոր կանանց, այսպես, իրավունքների իրանց էին մեծարում ավելի շատ, իսկ հիմա դարձել է իրոք գեղեցկության, մայրության, սիրո տոն։ Այս մասով դուք ինչ կասեք։ Մայրության, գեղեցկության եւ այո երջանկության սիրո տոն, մեկ ամսյակ, ես նույնպես համաձայն եմ իմ ընկերուհիների մտքին եւ իհարկե համամիտ եմ նրան, որ կինը պետք է միշտ այդ ուշադրության արժանանա։ Բայց նաեւ չեմ ուզում, որ տղամարդիկ էլ դուրս մնան, այո, եւ արժանանան, այո, այդ ուշադրությանը նաեւ մեր կողմից, որպեսզի մենք էլ զգանք մեզ անվտանգ ապահով միջավայրում, գնահատված լինենք։ Թող իսկապես միշտ եւ աշխատանքում եւ կյանքում ունենաք այն բոլոր նախադրյալները, որ անվտանգություն, ապահովությունը եւ գնահատված լինելը ձեզ միշտ ուղեկցեն։ Ինչ է ձեզ ստիպում ամենաշատը զգալ, որ ապրում եք լիարժեք կյանք։ Հիմա մենք փորձելու ենք մեր հյուրերին բացահայտել նաեւ որպես կին։ Ինչն է ստիպում ամենաշատը զգալ, որ ապրում եք լիարժեք կյանքով։ Ես ասեմ, իմ համար լիարժեքությունը, երբ որ ես կարողանում եմ իմ շրջապատի մարդկանց սեր եւ ջերմություն նվիրել, ես համարում եմ, որ իմ կյանքը լիարժեք ստացված է։ Ես շատ լավ եմ ինձ զգում, երբ որ բարձր տրամադրությամբ գալիս եմ աշխատավայր եւ բարձր տրամադրությամբ հետ եմ վերադառնում տուն։ Այդ դրական լիցքերը, որ ես ստանում եմ ու հետ եմ տանում, ավելի մեծ ուժ են տալիս ու տրամադրում են ավելի լավ աշխատելու։ Այո, սա այն միջավայրն է, եւ աշխատանքը, եւ ընտանիքը, որտեղ որ մենք պետք է իրականում լավ տրամադրություն փոխացենք եւ մեր գործընկերներին եւ մեր ընտանիքին։ Իհարկե լինում են այնպիսի դեպքեր, երբ որ ինչ պատճառներով նեղվում ենք, չի ստացվում ինչ-որ մի բան կամ լիարժեք չի լինում այդ ամեն ինչը, բայց պետք է ամեն ինչը կատարյալ դարձնել եւ անցնել առաջ։ Ո՞րն եք համարում կնոջ առաքելությունն այս կյանքում։ Ինչ առաքելություն։ Ինձ համար ամենայն անկեղծությամբ տունը, օջախը, մայրը, տատիկը, հարգանքը դեպի մեծը առավել բարձր են։ Ինձ թվում է դա մեր հայ գենի մեջ դրած ու ինձ համար ընտանիքն առաջնային։ Ճիշտն ասած, ես էլ նույն կարծիքին եմ, ինչ Տիկին Ադամյանը, շատ կարևորվում է կնոջ դերը ընտանիքում եւ այստեղ առաջնայինը համարում եմ, որ ներդաշնակ պետք է լինի կինը, նախ առաջինը ինքը իր հետ եւ մնացած հարցերում կստեղծվի այդ ներդաշնակությունը։ Ես էլ եմ համամիտ եւ ուզում եմ նաեւ ասել, որ ճիշտ է, աշխատանքը էլի կարևոր է, այո, բայց աշխատանքի փոփոխություն կարող է լինել, բայց ընտանիքը մշտական է եւ արժեքները անփոփոխ են։ Երբևիցե այսպիսի զգացողություն եղել է ձեզ, որ պատկերացնեք աշխարհը ձեզ չի հասկանում։ Եթե այդպիսի զգացողություններ ունեցել եք, ապա ո՞նց եք հաղթահարել։ Ես արդեն գիտեմ պատասխանը։ Ընտանիքով։ Իսկ եթե չէ, ինչ պատասխան դուք մեզ կասեք։ Այո, իհարկե ընտանիքով միանշանակ, այո, բայց նաև լավ շրջապատ, լավ ընկերներ, գործընկերներ, ովքեր եւս պատրաստ են մեզ եւ տրամադրեն եւ այնպիսի տրամադրություն փոխանցեն, որ մենք
մտածենք, որ ամեն ինչ հաղթահարելի է եւ անցնենք առաջ։ Մենք այստեղ քննարկում ենք ընտանիքի կարևորության մասին։ Տիկին Ադամյան, մի քիչ որպես կին, որպես մայր, որպես տատիկ էլ նշեցիք, հա։ Հա, ես դեռ տատիկ չեմ, ցավոք սրտի, բայց հույս կա, հա։ Այո, ուզում եմ նաև ասել, ինչ փոխվեց ընտանիքում, դուք որպես կին, ձեր ընտանիքում, ձեր կյանքում, երեխայի ծնունդով, տատիկի արդեն կարգավիճակով, կնոջ տեսանկյունից, այսինքն ինչը փոխեց, երբ որ դուք գիտակցման այս փուլը փոխեցիք մյուսով, ինչ կատարվեց ձեր կյանքում։ Ուրեմն երեխաների ծնունդը կյանքի շարունակականությունն է։ Ամեն մեկը ծնունդով մի նոր բան ա բերում իր հետ։ Ու նաև շատ հույսեր ենք կապում մենք, ու երբ որ արդարացված են լինում հույսերը, դա երջանկության ամենա երևի այսպես այդ վայելելու պահերը, որ ծնողը ինչ որ հույս ա կապել ու տեսնում է, դա իր համար արդեն իսկ երջանկությունն է։ Ես այդպես եմ պատկերացնում, չգիտեմ։ Ընտանիքում այդպես, աշխատավայրում սա էլ երկրորդ ընտանիքն է, ու ես միշտ ասում եմ, որ մենք հոգի պետք է դնենք մեր աշխատանքի մեջ, այլապես մենք արդյունք չենք տեսնի։ Եթե ամեն ինչ անում ես նվիրումով, արդյունքը պարտադիր տեսնում ես։ Դա շատ հաճելի է ու լավ զգացում է մի խոսքով։ Դուք ինչ կասեք։ Ես ասեմ այսպես, ես հույսերը արդարացնողն եմ, քանի որ չունեմ իմ սեփական ստեղծած ընտանիքը եւ ապրում եմ ծնողներիս հետ, եւ աշխատանքի վայրում էլ էլի հույսերը արդարացնողն եմ, քանի որ վարչությունում ամենափոքրն եմ։ Իմ մոտ այդպես է ստացվել։ Շատ լավ։ Բժշկուհի, ուզում եմ նախ որպես մայր, հետո արդեն որպես տատիկ։ Այո, շարի երիտասարդ տատիկ։ Ես իհարկե բարձր նվիրումով եմ մոտենում այս հարցին եւ երբեմն եղել են այնպիսի դեպքեր, երբ որ ինձ քննադատել են իմ եւ մեղմության եւ այսպես ասած էլի թե երեխաների հանդեպ, թե աշխատանքի վայրում, բայց ամեն ինչ իր տեղում է, պետք է եղել, հասկացրել եմ երեխաներին նաև, որ սխալը գործում են իրենք։ Հնարավոր է նաև մեր ծնողներն էլ են մեզ հետ նույն հույսերն ու կապել մեզ հետ։ Նույնը հիմա շարունակվում է մեզ հետ։ Եվ երեխաների, եւ արդեն իսկ ճիշտ է դեռ մեկ թորնիկ ունեմ, բայց հույսով եմ, որ թորնիկներս շատ են լինելու։ Այո։ Եվ մեղմ տատիկ ինձ թվում է նաև, հա, այս բարակայում։ Ամեն ինչ իրեն տեղում է, Անահիտ ջան, ամեն ինչ իրեն տեղում է։ Երբեմն լինում է մեղմությունն էլ պարտադրում դիմացինին, որպեսզի ամեն ինչ ճիշտ գնահատվի։ Շատ դա։ Երբևիցե որը կարող ենք համարել կյանքի ամենամեծ նվաճումը, թե գործնականում եւ թե իհարկե անձնականում, որի համար միշտ հպարտացել եք։ Ու հենց այս պահին առաջինը ձեր մտքով անցավ։ Ճիշտ ասած, ինձ համար նվաճումները համարվում են հնարավորինս շատ երկրներ տեսնելը, տարբեր մշակույթներին ծանոթանալը։ Ինձ համար դա համարվում է նվաճում։ Իսկ լավ աշխատանք ունենալը կամ որևէ կրթություն ունենալը բարձր աստիճանի, դրանք ինձ համար ուղղակի իմ անձնական ձեռքբերումներն են դրանք, իսկ նրանք ես կարող եմ փոխանցել, բոլորին պատմել, ասել, էմոցիաները նրա ուրիշը։ Տիկին Ադամյան, ամենամեծ նվաճումը որ համարում եք։ Ես ձեզ ասեմ, ինձ համար ամենամեծ նվաճումը այն է, որ ես երկարատև այսպես ինքս ինձ հետ աշխատել եմ ու ինչ որ ճանապարհ եմ անցել, հիմա կամ այն ինչ որ կամ ինչ որ մի կետում, բայց ես աշխատանք եմ տարել ու երբ որ կողքից նայում եմ, ես ասում եմ
Սա բավականին մեծ աշխատանք էր, ու ինքս ինձ գովում եմ, ասում եմ, ապրես դու, որ կարողացել ես գիտակցաբար կերտես ու գազ հասնես այսօրվան։ Իսկ դուք Հիմա տեսեք, չեմ կողմնորոշվում, որ ասեմ։ Նաև, այո, եւ աշխատանքի վայրում, եւ մասնագիտական առումով, իհարկե, պարզ է, որ պետք է ունենանք ձեռքբերումներ եւ հասնենք, չկանգնենք մի տեղում, անընդհատ ձգտենք եւ քայլենք առաջ։ Բայց իմ կարծիքով այստեղ երբեմն ճիշտ է կարող է հարաբերական լինի, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ նվաճումները նաև քո ընտանիքում, քո երեխաների ձեռքբերումները, քո թեկուզ եւ ոչ մենակ երեխաների, ընդհանուր առմամբ հարազատների ձեռքբերումները, մայրիկի, հայրիկի, ամուսնու եւ այլն։ Պետք է նաև գործընկերների, ինչու՞ չէ, պետք է անպայման իհարկե, իհարկե, այդ չտարանջատեք էլի։ Ոչ մի կերպ, ոչ մի կերպ։ Եվ գործընկերների, ճիշտ է, պետք է պարտադիր այն միջավայրը, որտեղ մենք հիմա աշխատում ենք, այո, շատ բարենպաստ է մեզ համար եւ մենք իրականում օրվա մեծ մասը անց ենք կացնում մեր աշխատանքի վայրում։ Եվ եթե չունենանք մեր շրջապատում լավ գործընկերներ, ինձ թվում է դժվար կլինի եւ այո, մենք անընդհատ կփորձենք նաեւ փոփոխել։ Հիմա գործընկերների հետ կապված մի անգամից էսպիսի հարց մտքովս անցավ։ Ձեր բնավորության որ գիծն է, որ հատուկ է կանանց, ձեզ որպես կին եւս հատուկ է։ Ու կարողանում եք ցանկացած իրավիճակ աշխատանքում այդ գծով բնավորության հաղթահարել։ Շատ կարևոր է կարծում եմ հարցը նաեւ բացահայտելը ձեր տեսակետից։ Գիծը կարծում եմ բոլոր կանանց մեջ կա դա համառությունն է, չէ՞։ Հա։ Կա այդպեսի բան։ Հա, համառությունը եւս։ Եվս։ Բայց ավելի շատ երևի ուղղակի այդ կոմունիկացիաները հեշտ շփվելը, Այո։ մարդկանց երբ որ ճանաչում ես, գիտես ուժեղ եւ թույլ կողմերը, կարողանում ես եւ թույլ կողմերը եւս որպես առավելություն եւ օգտագործես եւ ներկայացնես եւ իշահ ընդհանուր գործի ծառայեցնես, դա շատ կարեւոր բան է իրականում։ Համառություն, լռություն եւ համբերատարություն։ Այո։ Ես էլ եմ համամիտ, որ համբերությունը, այո, համբերատարությունը բավականին ճիշտ գիծ է, որը պետք է ունենա յուրաքանչյուր կին։ Եվ նաև ինչ որտեղ ոչ միայն համբերություն, այլ նաև ինչ որտեղ խոնարհություն։ Այո, Համբերատար եք։ Ես այո։ երևի թե Հա, մենք համբերատար ենք։ Պարտադրված է, որ այդպես լինի, ու նաև աշխատում ենք, որ այդպես լինի, եթե ինձ թվում է, որ մեր գործընկերները կասեն, որ համբերատար ենք։ Կասեն ինձ թվում է, այրաններից այն։ Շատ լավ, եթե ձեզ հնարավորություն տրվեր փոխել անցյալում ինչ-որ մի բան։ Պատկերացնեք հնարավորություն կա անցյալում ինչ-որ բան փոխել, ինչ կփոխեիք։ Եկեք անկեղծ պատասխանենք այս հարցին։ Ես վստահ եմ, որ դուք շատ անկեղծ եք, այո, եւ դա մեր հերթատողները նկատում են։ Ես շատ բան չէի փոխի, իսկապես, որովհետև եւ դժվարությունները, որ հաղթահարել ենք ընթացքում, առանց դրանց էլ ինչ որ անհետաքրքիր կլիներ։ Միգուցե ես ուսումս շարունակեի այլտեղ, միայն դրա հետ կապված, իսկ մյուս առումներով ես գոհ ու շնորհակալ եմ իմ հայ ճակատագրից եւ Աստծուց եւ այն մարդկանցից, ովքեր որ այսօր իմ կողքն են այն շրջապատում են, դրական լիցքեր եմ ստանում, ինքս էլ փորձում եմ հաղորդել։ Ես նույնպես
չեմ մտածում, որ կարող կփոխե ինչ-որ բան, որովհետև եթե ինչ-որ մի բան փոխում ես, որոշ մարդիկ էլ այդ կտորից պետքա դուրս գան ու դու իրենց չես ունենալու, իսկ ես գնահատում եմ իմ կյանքում յուրաքանչյուր մարդու դերը, ինձ համար իսկապես շատ հետաքրքիր է յուրաքանչյուրի հետ շփվելը եւ ես գրեթե ոչինչ չէի փոխի իմ կյանքում։ Թերևս այսօրվա պայմաններում, եթե լինեին այսօրվա հնարավորությունները, երևի ավելի բարձր աստիճանի ուսումնական հաստատություններում սովորել արտերկում կրթություն ստանալը, երևի թե դա կարող էր ինչ-որ բան փոփոխության ենթարկել մնացած առումներով ոչ։ Փոփոխություններ կանեիք։ Իհարկե կային պահեր, երբ որ մտածում ես, որ ինչ-որ մի բան, երբ որ էսպես է ստացվել, կարար մեկ ուրիշ ձևով դասավորվեր, բայց մեծ առումով ես էլ մեծ փոփոխություններ չէի կատարի։ Շատ լավ։ Երբևէ մտածել եք, որ որն է ձեր ամենահոգատար կողմը, որ շրջապատը հենց դրա համար է ձեր շատ սիրում։ Կոլեկտիվը, ընտանիքը, բարեկամները, որ հատուկ են հենց կնոջը եւ հատուկ է ձեզ որպես կին ամենահոգատար կողմը։ Պատրաստակամությունը։ Ցանկացած պահի, երբ որ դիմում են, միջև վերջ լսում ես ու ամեն ինչ անում ես, որ դիմացինդ բավարարված լինի։ Ու բաց հարց չմնա որևիցե մեկի մոտ։ Հոգատարությունը եւ խիղճը։ Այո, եւ պատրաստակամությունը ճիշտ նշեց Տիկին Ադամյանը, երբ որ նույնիսկ չենք էլ կարողանում որևէ հարցին դրական լուծում տալ, բայց պարտադիր պետք է դիմացինը հասկանա, որ մենք պատրաստ ենք նույնիսկ ինչ-որ ձևով, բացառության ձևով, ինչ-որ մի պահ նաև հաղորդենք, կարողանանք հաղորդենք մեր զգացմունքները, որ մարդիկ բավարարվեն։ Երջանիկ եք, որ կին եք ծնվել։ Այո։ Միանշանակ։ Այո։ Եթե ունենայիք հնարավորություն կամ ստիպված լինեիք ընտրելու մի հատ բառ, պետք է ձեզ ներկայացնեք, ձեզ նկարագրեք մեկ բառով, որ բառը կլիներ այդ բառը։ Ստացում են Բայց մենք նկարագրենք մեզ։ Այո, դուք երևի թե ճիշտ կլինի, որ կողքից մեզ նկարագրենք։ Բայց ոչ թե բառ, այլ եթե լինեի գույն, որ գույնը կլինեի։ Ես շատ սիրում եմ կանաչ գույնը։ Կանաչ։ Իսկ ես ուզում եի ասել ոլորտը կապունի, որ կանաչի։ Իդեպ դուք գիտեք, որ մարտի 8 գույներ ունի։ Այդ գույները մանուշակագույնը, կանաչը եւ սպիտակն են։ Կանաչը հույսն է, սպիտակը մաքրությունը, իսկ մանուշակագույնը արդարությունն է։ Արդարությունն է երևի։ Ինձ համար, հա, երևի։ Ինչու եք ասոցացնում կանաչը ձեզ հետ Տիկին Թումանին։ Երևի մի քիչ էլ մասնագիտական է, բայց ես ինձ բնության գրքում ավելի լավ եմ զգում, իրականում բնությունից ամենամեծ էներգիան ստանում եմ բնությունից։ Եթե տրամադրություն չունեմ, ինչ-որ խանգարող մտքեր կան, դրսում քայլելը, բնության գրքում լինելը ինձ ամենադրական էներգիան է տալիս։ Սպիտակ խալաթները կապ ունեն սպիտակի։ Ոչ, ես ճիշտ է, սիրում եմ սպիտակ գույնը, բայց ես էլ նախապատվությունը տվեցի կանաչին, որովհետև նաև գրականության մեջ էլ երևի թե դուք էլ հանդիպած կլինեք, որ կանաչ գույնը, ինչպես նշեց մեր գործընկերուհին, հանգստացնող է։ Իսկ ծարավեռնված լինելու պարագայում։ Մասնագիտական, այո, մասնագիտական էլ, որ երբ որ նայում ես կանաչ գույնին, իրականում նյարդային համակարգը բավականին հանգստացնող ինքը հատկություն ունի, այո։ Ամենից շատ ինչ նվերից կարող եք ինը ուրախանալ։ Եկանք հասանք այսօր։ Այսօր հասանք։ Ինչն է ամենաշատ ուրախացնում։ Կամ առասարակ ինչ տվերների դեպքում կարող է իսկապես ժպտալ կամ սպասել այդ տվերին։ Ինձ թվում է այստեղ կարևոր ուշադրությունն է։
Մի հատ ջերմ հայացք անգամ բավական է։ Այո, եւ ուշադրությունը։ Երբ որ առողջ են բոլորը ընտանիքում, ընկերներդ, առողջ է մթնոլորտը, այդ իրոք ուրախացնի, կերջանկացնի։ Կարևորը առողջ լինելն է, որպեսզի ստեղծագործես, արարես, աշխատես, պետք է առողջ լինես։ Եվ միտքդ, եւ խոսքդ, եւ ամեն ինչ։ Կհիշեք Եվ հոգիդ։ Եվ հոգիդ։ Հիշեք մարտի 8, որ հենց այս պահին իմ հարցը լսելուց մի անգամից հիշում եք, որ այդ մարտի 8-ը ձեր ամենասիրուն, ամենահիշվող, ուզում եմ գիսպեք։ Իմ ընտանիքի ուշադրությունն է եղել իրականում, մենք միասին ենք այդ օրը անցկացրել իմ երեխաներից ես հրավեր եմ ստացել ու իսկապես ինձ շատ երջանիկ եմ զգացել։ Այսինքն այդ հրավերի մասին չգիտեիք, անակնկալ էր։ Անակնկալ էր, այո։ Դուք կհիշեք այս պահին։ Ինձ համար երբ որ մարտի 8-ին մեր այդ օրվա ուտելիք պատրաստում էր պապաս։ Իմ համար դա բավականին տեսնենք խոհանոց։ Ես էլ եմ հիշում, ուզում եմ ամեն դեպքում մանկական տարիքի հիշողություններից ասել, որ ես միշտ սիրել եմ մարտի 8-ը եւ միշտ մտածել եմ, ինչպիսի նվեր պետք է անեմ իմ մայրիկին։ Եվ հաճախ ինչ էիք նվիրում։ Տարբեր բաներ եմ նվիրել, բայց կարևորը որ նա շատ ուրախանում էր այդ նվերներից։ Փոքր բաներ էլ լիներ, նույնիսկ հնարավոր է մի բան նկարեի, մի բան այդպես նվերներ եմ արել մայրիկիս եւ գիտեմ որ դա շատ ուրախացնող է ուշադրությունը։ Հաճախ եք լինում խոհանոցում, թե բացի ձեր աշխատանքը իհարկե հասցնում եք լինել խոհանոցում եւ եթե այո, ինչքանով է խոհանոցը ձեր կյանքում առկա։ Ես հաճախ եմ լինում, ես շատ սիրում եմ խոհանոցը, ինձ մոտ բավականին ստացվում է այդ ամեն ինչը ու երբ որ սիրով անում ես, ժամանակը դել այդտենց չես զգում։ Վերջում էլ շնորհակալություններ ես ստանում, այդ էլ հաճելի։ Ես հասցնում եմ, հա։ Ես հազվադեպ եմ լինում, ոչ թե չեմ հասցնում, այլ ուղղակի կան տանը մայրիկ, հորաքույր, տատիկ, բոլորն անում են։ Դուք վայելում այո։ Այո։ Շատ երջանիկ է։ Որովհետև ես էլ եմ շատ ժամանակ այո կորցնում խոհանոցում։ Կորցնում, այո։ Երբեմն լինում է, որ բավականին իրականում պարտավորված եմ լինում։ Բայց լինում են իհարկե նաև դեպքեր, երբ որ ու շատ են լինում այդպիսի դեպքեր, երբ որ մեծ ցանկություն եմ ունենում, պատրաստ եմ հյուրեր ընդունեմ, ճանապարհեմ, այդպես։ Շատ լավ։ Ինչ կցանկանաք մաղթել մեր հայ ազգի կանանց, մայրերին, քույրերին, այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Եվ իհարկե ձեր մաղթանք ցանկությանը ավելացրեք մեկ ամենակարևոր հարց, որի պատասխանը անգամ Google-ը չգիտի, ինչ է ուզում կինը։ Ինչ է ուզում կինը։ Երջանկություն է ուզում կինը։ Ամեն մեկը իր ձևով պատկերացրած երջանկությունն է ուզում, թող բոլորն ունենան, ոչ մեկը ուշադրության պակաս ու սիրո պակաս չունենա։ Իրականում շատ բան պետք չէ կնոջը երջանիկ լինելու համար։ Ես մտածում եմ, որ այսօր մենք բոլորս խաղաղություն ենք ուզում, սա մեր առաջին գրավականն է, իսկ կանանց ցանկանում եմ, որ ներդաշնակ լինեն, ամեն տեղ, ամեն օր, և առաջինը իրենք իրենց հետ։ Ես էլ եմ համամիտ իմ գործընկերների հետ և ցանկանում եմ իհարկե և խաղաղություն, և անվտանգություն մեր հայրենիքին, մեր Հայաստան երկրին, եթե այդ ամենը լինի, ինձ թվում է, դա բավականին մեծ բան է, որպեսզի մենք մեզ երջանիկ զգանք, լինենք առողջ և ներդաշնակ։ Շնորհակալություն։
Եվ ամենակարևոր առաքելության մասին իհարկե, քանի որ այսօր մարտի 8-ն է, Ռավջան, դու ունես այս հնարավորությունը, որ կարծում եմ այլևս դժվար ունենաս մի անգամից մարզի գլխավոր կառույցի, գլխավոր 3 ստորաբաժանումների ղեկավարներին ծաղիկները հանձնելու եւ ոչ միայն։ Ծաղիկներ ենք հանձնելու, իհարկե շնորհավորելով մեր կողմից, ինչպես նաեւ Lily Rose խանութսրահի կողմից եւ սիրով այս ծաղկեփունջերը հանձնեցես, ասում ենք շնորհակալություն եւ ցանկանում ենք անսահման ժպիտներ, սեր եւ երջանկություն ձեր ամբողջ կյանքում։ Շնորհակալ ենք, շնորհակալություն։ Ձեզ եւս շնորհակալություն եւ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն եւ հարգելի հեռուստադիտողներ եւ սիրելի հյուրեր, դա միայն ամենը չէր։ Մենք այստեղ ձեզ աշխատանքից կտրվելու հնարավորություն ենք տալու խոհանոցի առումով։ Մեր գործընկերը Family Farm Meat-ը ձեզ տալու է զեղչված գներով գնումներ կատարել եւ այս միամսյակը ուղղակի վայելել որպես կին խնդրեմ եւ շնորհակալություն ասում ենք նաեւ իհարկե մեր գործընկերոջը, տալիս ենք նաեւ DAP շինշինական կազմակերպության զեղչի կտրոնները, իհարկե որը միմիայն կանանց համար այստեղ էլ գնումները դարձյալ զեղչված են։ Եթե ձեր երազած կահույքն եք ուզում, կարող եք իհարկե դիմել նաեւ Step for Nature եւ Imperia կահույքի խանութսրահին, զեղչի կտրոնները ձերն են։ Եվ ամենավերջում, որպես կին, որպես կին արարած, հա, ինչի համար եք այս կյանքում շնորհակալ։ Ում եք ասում շնորհակալ եք։ Ծնողներին, Այո։ ընտանիքին, գործընկերներին։ Շնորհակալ ենք ծնողներին, ընկերներին եւ բոլոր հարազատներին։ Նույնպես իհարկե ծնողներին միանշանակ եւ իհարկե բոլոր այն մարդկանց, ընտանիքին, այն մարդկանց, ովքեր որ մեզ շրջապատում են եւ միգուցե չենք էլ առնչվում, բայց շնորհակալ ենք բոլորից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, որ այսօր այստեղ եք։ Շնորհակալություն, որ այդ իսկապես թվացial հեշտ աշխատանք։ Միշտ կողքից բոլոր աշխատանքները ավելի հեշտ է թվում։ Այդ ծարաբեռնված ձեր աշխատանքում այսօրվա ժամանակահատվածը մեզ հատկացնելու եւ այդքան նվիրյալ լինելու համար շնորհակալ ենք։ Ձեզ ենք շնորհակալ մեզ հյուրընկալելու համար։ Սիրով, ձեզ ուրախ միամսյակ ենք մաղթում։ Այո, իսկ սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրասրահի հատվածը այսքանն էր, մենք կհանդիպենք րոպեների անց տոնական երեկոն շարունակելու նպատակով։ Շնորհավոր մարտի 8 հարգելի հեռուստադիտողներ ջան։ Մի հատ էլ ասա։ Ապրես։ Այս աշխարհում կա հայելի, որ նայում եմ տեսնում ինձ մանուկ էլի ու ավելի բարի աչքեր էլ չկան, որ ինձ տան սեր Կարծես երկու արևիններ ու վարվեն անդադար Միայն ինձ համար աչքեր, որ ինձ մազորից չես դու ինձ Որ ասում եմ, մամա զգում եմ քաղցր Համանուր խոսքերից ամենից ամենա Քեզ սիրում եմ, մամա լույսին պահապանը Դու ես եղել, կասում միշտ կամանաս Մամ, քո գրկում անգամ Մեկ է ես միշտ կարապում եմ քեզ Այս աշխարհում կա մի քնքուշ, հարազատ մի ժպիտ, որ տալիս է ուժ ու մի անուշ չքնաղ ծիծաղ, որ տալիս է հոգուս, հույս Անգիր գիտես դու ինձ ես քեզ ու քո սիրտն ինձ համար
Հարգելի հեռուստադիտողներ, ահա այսպիսի հետաքրքիր զրույց ունեցանք մեր շատ սիրելի հյուրերի հետ եւ այսպիսի զրույցներ հետաքրքիր բացահայտումներով, անկեղծ խոստովանություններով մենք դեռ առաջիկայում ունենալու ենք։ Դեռ այնքան բաներ ենք բարձելու։ Եվ այնքան հաճելի զրույցներ ենք լսելու։ Եվ շարունակելով մեր եթերային աշխատանքը, բարեկամներ, այս պահին պետք է որպես հաղորդման վերջաբան մենք հիշեցնենք այն խաղմրցույթի հարցը, որը կոչվում է դու ինչ կանեիր, չես նեղվի, չէ՞ որ ծաղիկները այսպես են։ Չէ, ես շատ կուրախանամ, այսպես դրվի բույրը կզգամ։ Այո, զգա։ Մրցույթի մասին ենք խոսում։ Հիմա երեկվա հարցը այսպիսին էր, ինչ կանեիք, եթե հայտնվեիք օվկիանոսի հենց կենտրոնում եւ ունենայիք ձեզ մոտ հեռախոս եւ մեկ զանգի հնարավորություն, ում կզանգեիք կամ ինչ կասեիք։ Պատասխանում ենք հումորային տարբերակով եւ ում պատասխանը եղավ եւ լայքերը եղան ավելի շատ, նա կճանաչվի մրցույթի հաղթող եւ կորոշենք մյուս շաբաթ։ Թե ինչ արգելնես, ես չգիտեմ այս հարցի հետևում մարտի 8-ը կա թե չկա, բայց ինձ թվում է կա եւ փախուստ է նշանակում դեպի օվկիանոս, որպեսզի չկապվի մարտի 8-ի հետ։ Բայց այնտեղ էլ կլինեն, չէ՞, աղջիկներ ձկան տեսքով։ Ջրահարսներ, ջրակեսուրներ, չէ՞, չեն լինի։ Չեմ կարծում, որ դուք հասնես այդ ընթացքում շփվես նրանց հետ, հարգելի, որ մի հատ մարտի 8 շնորհավորես։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնենք, որ գրում եք հումորային պատասխաններ, ամենաշատ հավանումները, նույն ինքը լայքերը հավաքած մեր հեռուստադիտողին սպասվում է անակնկալ նվեր։ Եվ շարունակելով մեր եթերը պետք է վերջաբանում ասենք շնորհակալություն մեր հաղորդման գործընկերներին Դավշին շինարարական կազմակերպությանը, հասցեն քաղաք Վանաձոր, Աղայան 48 կոտորակ 1 098 17 26 62 091 04 6600 Դավշին վերանորոգիչ կողմնակարանը մեծ հարմար գներով։ Շնորհակալություն նաև Family Farm Meet-ին, մսամաթերքի մասնագիտացված խանութ սրահին, հասցեն Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2 հեռախոսահամար 094 500 222 Գործում են նաև առաքում, շնորհակալություն։ Շնորհակալություն Step for Nature կահույքի սրահին կենտրոնին, որը ընդունում է ցանկացած ոչի պատվերներ, խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի ներփաճաշակ եւ բազմատեսակ։ Փնտրեք Step for Nature-ին Facebook-ում եւ Instagram-ում կամ հեռացայինեք 091 2020 35 Շնորհակալություն նաև Իմպերիա կահույքի սրահին, հասցեն Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, նույնիկը Գլորիա Կարեի ֆաբրիկայի հարևանությամբ 033 34 60 60 033 35 60 Շնորհակալություն Մարիա Beauty Salon-ին եւ իհարկե նաեւ շնորհակալություն, որը գտնվում է քաղաք Վանաձոր, Համբարձումյան 17 կոտորակ 2 եւ իհարկե Նվարդանյան դիմորդարման ուսուցման բուժական կենտրոնին, որը գտնվում է քաղաք Վանաձոր, Տիգրան 39 կոտորակ 1 եւ շնորհակալություն նաեւ մեր հաղորդման գործընկերոջը Լիլի Ռոս ծաղկի սրահին, որը առաջարկում է անպայման մարտի 8 եւ կանանց միամսյակը անցկացնել այս խանութի շրջակայքում, նշանակում է մտնում եք խանութ սրահ, վերցնում ամենագեղեցիկ ծաղիկները ամենաթարմ եւ գնում ձեր սիրելիների ուղղությամբ 093 19 64 85 095 19 64 85 Տիգրան 29 կոտորակ 20 Իսկ ձեր տան ջերմությունն ապահովում է Դիլորի մասնագիտացված խանութ սրահը Թումանյան 1 կոտորակ 5 հասցեն է 044 620 720 հեռախոսահամարը գործում է WhatsApp եւ Viber, այո։ Դե ինչ, ջերմառատ երեկոն եթերային ձևաչափով մոտեցավ իր տրամաբանական ավարտին, մենք հանդիպելու ենք անպայման, հանդիպելու ենք գեղեցիկ անակնկալներով եւ այո, հանդիպելու ենք վաղը գեղեցիկ անակնկալներով եւ Գարնանային հետաքրքիր ու սպասելի հյուրերով։ Կգնեն մեր հյուրերը վաղը մեր եթերում, բայց դուք մի մոռացեք նաև մեր մրցույթի մասին։ Սկսեցինք կամ շարունակեցինք, եղեք ակտիվ։ Ժամանակը գնաց։ Եվս մեկ անգամ շնորհավոր մարտի 8 եւ գեղեցկության միամսյակը թող պարզապես լինի ներդաշնակ ու խաղաղ։ Կշարունակենք եթերում հանդիպել արդեն վաղը, իսկ ես շատ եմ սիրում։ Գնաց համբույրը, գնաց եւ հասա։ Հանդիպենք լավ։ Ջերմուսիրուն ինձ համար արևին նման Պահել ես ինձ ու պայպայել Սրտի տակ հոբարի կյանք տվել իման նման Ուզում եմ միշտ ես ապրել քո տակ գլխում Ինչ էլ լինի իմ անգին դու ես ինձ բրկում Դու սեր ես իմ միշտ իմ կողքին Մայրիկ հո մեծ սիրով լծված իմ փոքրիկ հոգին Սիրում եմ քեզ
ջերում միայն քեզ համար Իմ անկության հարազատ հեքիաթիփերի Թող կյանքում միշտ քեզ ծիծաղ ու ժպիտերի Խնդրում եմ քեզ, որ ինձ համար Երբեք էլ չարտասես Իմ միակ սիրելի մայրին Սիրում եմ քեզ այնքան Բարի, բարի, բարի Արթուն իմ պահապան Խորոյսով անմար Ուզում եմ ոչ ժպտան Ասղերը երկնքում Ինչպես իմ աչքերում Միայն քեզ համար Սիրում եմ քեզ այնքան Բարի, բարի, բարի Արթուն իմ պահապան Խորոյսով անմար Ուզում եմ ոչ ժպտան Ասղերը երկնքում Ինչպես իմ աչքերում Միայն քեզ համար Մամ, դու ասում ես, որ ես քո մոլորակն եմ Իսկ ես գիտեմ, որ մոլորակն առանց եզերքի չի կարող ապրել Այնպես որ դու էլ իմ եզերքն ես Մամ, գիտես Սիրում եմ քեզ այնքան Բարի, բարի, բարի Արթուն իմ պահապան Խորոյսով անմար Ուզում եմ որ ժպտան Ասղերը երկնքում Ինչպես իմ աչքերում Միայն քեզ համար Սիրում եմ քեզ այնքան Բարի, բարի, բարի Արթուն իմ պահապան Խորոյսով անմար Ուզում եմ որ ժպտան Ասղերը երկնքում Ինչպես իմ աչքերում Միայն քեզ համար Հաղորդման գործընկերն է։ Դիլորի խանութ-սրահն առաջարկում է նոր եւ թարմեցված տեսականի խոհանոցի եւ լոգասենյակի լվացարաններ, կերամիկական եւ հեղուկ գրանիտից, ծորակների եւ ցնցողների լայն ընտրանի, ջրատաքացուցիչներ, ջեռուցման կաթսաներ, էլեկտրական եւ գազով, տարբեր ֆիրմաների ու հզորության, բիմետալ, պանելային եւ ալյումինե մարտկոցներ, մուտքի եւ ներսի դրամ փականներ, բռնակներ, հոսանքի մալուխներ, տարբեր շինարարական գործիքներ, ինչպես նաեւ նորույթ դիլորիում, պաստառների եւ կերամոգրանիտե սալիկների որակյալ ու նրբաճաշակ տեսականի։ Այս ամենը կարող եք ձեռք բերել մեզ մոտ գործող մշտական զեղչերով։ Դիլորի աշխատում ենք կանխիկ, քարտային եւ ապարիկ տարբերակով, համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ եւ կատարում մեծածախ վաճառք։ Լոռու մարզում առաքումը անվճար է։ Դիլորի, Քաղաք Վանաձոր Թումանյան 1/5։ Հաղորդման գործընկերն է։ Իմպերիա խանութ-սրահն առաջարկում է հյուրասենյակի, ննջասենյակի, խոհանոցի եւ ցանկացած միջավայրի կահույք եւ տեղական եւ արտասահմանյան արտադրողից։ Մեզ մոտ գործում են մշտական զեղչեր, ընդունվում են նաեւ պատվերներ։ Իմպերիա, գնի եւ որակի համադրություն։ Քաղաք Վանաձոր Երևանյան խճուղի 111 կոտորակ 6, Գլոյրա կարի ֆաբրիկայի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Դավշին կազմակերպությունն առաջարկում է շինարարության համար նախատեսված բոլոր պարագաները, ջեռուցման համակարգեր, միծենյակային, դրսի, մետաղապլաստե եւ ալյումինե դռների լայն տեսականի, իրենց բռնակներով եւ փականներով, երկշերտ, եռաշերտ, գունավոր, անթափանց ապակիներ, ապակե փաթեթներ, ալյումինե մետաղական հեռակառավարվող դարպասներ, ծածկեր, նավեսներ, շերտավարագույրներ, եվրոպատուհաններ, եվրոդռներ տարբեր գույների եւ ֆիրմաների, սկսած 18000 դրամից։ Մետաղական եւ ալյումինե նորաոճ բազրիկներ, ցինկապատ եւ գունավոր թիթեղներ, ջրահեռացման կանալներ եւ խողովակներ, ջրի եւ կոյուղու պոմպեր, շինարարական բազմաթիվ գործիքներ, լամինատե հատակ,
շրիշակներ եւ սալիկներ, որոնք առկա են եւ հարկ չկա պատվիրելու, լվացարաններ, խոհանոցի եւ լոգասենյակի, ապակյա լոգախցիկներ, ներկեր, պատերի, երկաթի եւ փայտի, ձգվող եւ ինքնակպչուն պաստառներ, լամինատե կահույքի պատվերների ընդունում։ Եվրոպատուհանների եւ եվրոդռների 100,000 եւ ավելի պատվերի դեպքում կստանաք բարդփական կամ հակամիջատային ցանց։ Տեղափոխումը, հների հանումը, նորերի տեղադրումը անվճար է։ Գործում է կանխիկ, քարտային եւ ապառիկ գնման տարբերակներ։ Դավ Շին, վերանորոգիր քո բնակարանը մեր օգնությամբ, մատչելի գներով։ Հաղորդման գործընկերն է։ Family Farm Meat մսի աշխարհը սիրով շնորհավորում է կանանց միամսյակի կապակցությամբ ցանկանում քաջառողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն եւ անսահման սեր։ Շուրջ 1 տարի Family Farm Meat-ը իր հավատարիմ հաճախորդին է ներկայացնում մշտապես թարմացվող տեսականի, մսամթերք, ձկնամթերք, կիսաֆաբրիկատներ, աղցանների բազմազան ընտրանի։ Տեղում կարող եք ճաշակել հմուտ խոհարարների կողմից պատրաստած տաք եւ համեղ ուտեստներ։ Օգտվելով մեկ անգամ կհամոզվեք ինքներդ։ Հասցեք քաղաք Վանաձոր Կարեն Դեմիրճյան 26-5 կոտորակ 2 հեռախոսահամար 094 500 222։ Գործում է առաքում, ինչպես նաև ընդունվում են համագործակցության առաջարկներ։ Հաղորդման գործընկերն է։ Step Furniture պատվերով կահույք տան, աշխատասենյակի եւ ցանկացած միջավայրի համար, ձեր ճաշակով ու պահանջներին համապատասխան։ Խոհանոցի, հյուրասենյակի, ննջասենյակի նորաոճ ու նրբաճաշակ տեսականին կպատրաստվի փորձառու մասնագետի կողմից, որակը երաշխավորված։ Մեզ կարող եք գտնել նաեւ Facebook-ում եւ Instagram-ում։ Step Furniture, ընտրեք լավագույնը։ Հեռախոսահամար 091 20 20 35։ Լիլի Ռոզ ծաղկի խանութ սրահը սիրով շնորհավորում է բոլոր կանանց եւ աղջիկներին գարնանային տոների առթիվ եւ առաջարկում միայն թարմ ծաղիկներից պատրաստված յուրահատուկ ու նրբաճաշակ ծաղկեփնջեր, օրիգինալ համադրություններ հաճախորդի ցանկությամբ։ Մեզ մոտ կգտնեք նաև սենյակային բույսեր եւ ծաղիկներ։ Աշխատում ենք 24 ժամ անընդմեջ։ Վճարումը կարող եք կատարել եւ կանխիկ եւ փոխանցումով, իդրամ հավելվածով։ Գործում է առաքում Լոռու մարզում։ Լիլի Ռոզ, քաղաք Վանաձոր, Տիգրան Մեծի 29/20, 3-րդ դպրոցի հարևանությամբ։ Հաղորդման գործընկերն է։ Մարիա Բյութի սալոն, մազերի լամինացիա, վերականգնում, բոտեքս, կերատին, բալայաշ, վարսարդարման մի շարք ծառայություններ, ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Երկար տարիներ Ռուսաստանում աշխատած հմուտ մասնագետներն առաջարկում են լավագույն սպասարկում։ Մարիա Բյութի սալոնում գործում է նաև մատնահարդարման եւ ոտնահարդարման ծառայություններ։ Հասցեն քաղաք Վանաձոր, բազում Թաղամաս, Համբարձումյան 17 կոտորակ 2, թիվ 25 դպրոցի հարևանությամբ։ Մարիա Բյութի սալոն, գեղեցկություն, ինքնավստահություն։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա, ասեղային եւ լազերային էպիլյացիա, տատուներ մարմնի տարբեր մասերում հիմնական եւ ժամանակավոր, պիրսինգ, մաշկի մաքրում եւ խորը բուժում, տատուների եւ պապիլոմաների հեռացում լազերի օգնությամբ, իսկ դիմահարդարման նոր մոտեցումները ձեզ կտան անկրկնելի տեսք։ Ուզում եք ունենալ առողջ մաշկ եւ գեղեցիկ տեսք, դիմեք բարձրակարգ մասնագետի։ Վարդանյանն ունե կոսմետոլոգիական, բուժական եւ ուսուցանման ստուդիա։